Եթե 15 տարեկան չկաք ու գնում եք Ֆրանսիա, Ինստայի մասին հնարավոր է մոռանաք։ Երկրի ազգային ժողովը կողմ է քվեարկել օրենքին, որով անչափահասներին արգելվում է սոցցանցեր մտնել։ Առցանց բռնության եւ հոգեկան առողջության հետ կապված ռիսկեր կան սոցցանցերում, իշխանության հիմնավորումն է։ Bonjour à tous, on est à J-2. Անգամ TikTok-ում ակտիվ նախագահ Մակրոնն է մտահոգ։ Մակրոնն ասում է, սոցցանցերը երիտասարդների շրջանում բռնության պատճառներից են եւ կոչ է անում հետեւել Ավստրալիայի օրինակին։ Ինչու՞։ Որովհետեւ հիշում ենք։ Ավստրալացի երեխաները չեն կարողանա TikTok, Insta ու եւս 8 սոցցանց մտնել։ Մակրոնն ուզում է, որ Ֆրանսիայում էլ հաջորդ ուսումնական տարին սկսվի այս արգելքով։ Նախատեսվում է, որ Ֆրանսիան Ավստրալիայի պես կպարտադրի սոցիալական ցանցերին տարիքի ստուգման մեխանիզմներ ներդնել։ Բայց նման արգելքի կիրառումը դժվարություններով է ուղեկցվելու, որտեղից գիտենք, նորից Ավստրալիայի փորձից։ Այստեղ արգելքից հետո էլ սոցցանցերը լիքն են պատանիների վիդեոներով, որ պնդում են ու պարծենում, կարողացել են շրջանցել օրենքը։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն հայտարարել են, եթե ֆրանսիացիները ձևը գտնեն, իրենք էլ կարգել են։ Մինչ այդ Ֆրանսիայում օրինագիծը պիտի նաև սենատի հավանությանն արժանանա։ Իսկ դուք կուզեիք նման օրենք Հայաստանում։